ուղիղ եթերում ենք, բայց նախ ստուգենք արդյոք մեզ լսում են եւ տեսնում են մեր հետևորդները։ Ահա, տեսնում են, մնաց հասկանանք լսում են թե ոչ։ Վերջ, մեզ եւ տեսնում են եւ լսում են։ Դա հրաշալի է եւ չի կարող չուրախացնել։ Ողջույն սիրելի հետևորդներ, ամեն ամիսը մեկ անգամ մենք հանդիպում ենք UNICEF-ի Facebook-յան էջում քննարկելու հերթական թեման եւ իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջեվում տարվա գլխավոր ու ամենասպասված տոներն են, բնականաբար նաեւ մեր քննարկումը չէր կարող շրջանցել այդ կարևոր թեման եւ այսօր քննարկման համար մեր ինքնաշեն տաղավար ենք հրավիրել էնդոկրինոլոգ դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Միրզոյանին, ով ներկայացնում է Rebalance կլինիկան։ Եվս մեկ անգամ ողջույն Անուշ, իբր չէինք հանդիպել, մինչեւ կադր մտնել է, չէ՞։ Ես քո թույլտվությամբ ժամանակ առ ժամանակ պարզապես կապը ստուգելու համար, հա, կստուգեմ, այսինքն արդյոք մեզ շարունակում են տեսնել եւ լսել, այլապես իմ ամբողջ ուշադրությունը համակ կլինի քո ուղղությամբ։ Այո, ինչպես մենք արդեն հասցրել էինք անոնսել, մենք այսօր խոսելու ենք տոների ընթացքում, նախատոնական ժամանակահատվածում եւ նաեւ հետտոնական օրերի ընթացքում երեխաների ու նաեւ մեծահասակների, ասում է այնինչ ինչի մասին խոսելու ենք այսօր հավասարապես վերաբերում է բոլորին, բայց ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, ես կուժասեմ դուք կուլա հասկացեք, խոսում ենք այսօր երեխաների սննդակարգի մասին։ Եվ ես հիշում եմ Անուշ, որ որոշ ժամանակ առաջ, երբ մենք այլ բաների մասին չենք խոսում, սննդակարգ էինք քննարկում եւ դու մի շատ լավ բան ասացիր, որը կխնդրեմ այսօր կրկնել, այնպես կարծես ես դրա մասին չգիտեմ, որովհետեւ մեր հետևորդները գուցե առաջին անգամ են լսում, որ տոնական սեղանը շատ բան է ասում ընտանիքի սննդային սովորույթների մասին։ Խնդրում եմ բացատրիր մեզ, ինչ է դա նշանակում։ Այո, բացատրեմ, շատ կարևոր է սննդային սովորությունները պատկերացնել ավելի գլոբալ։ Այսինքն ամեն երեխա, եթե մենք հիմա երեխաների մասին ենք խոսում, եւ նաեւ այն մարդկանց, ովքեր այդ ընտանիքում ապրում են, դրանք կարող են լինել նաեւ մեծահասակներ, ովքեր օրինակ որոշել են միասին ապրել։ Երբ որ երեխաները գտնվում են այդ տանը, ժառանգում են ոչ միայն գեները, այլ նաեւ այն սննդային սովորությունները, որը այդ տանը կա։ Հետևաբար, այն սննդատեսակները, համերը, նրբությունները սննդի հետ կապված, որը ընտրում է այդ ընտանիքը, երեխաները հիմնականում նմանակում են։ Այսինքն երեխան ավելի շատ տեսնում է եւ նմանակում է, քան լսում է։ Հետևաբար այն ընտանիքը, որտեղ որ ձևավորում է երեխան, սննդային սովորությունները ինքը նմանակում է։ Հետևաբար, եթե մենք սեղանին ունենք որոշակի տեսակի սնունդ, ունենք որոշակի սննդային սովորություններ, ապա հավանականությունը, որ երեխան հենց այդպես էլ կմեծանա եւ կսիրի կուտի այդ նույն ուտելիքը շատ մեծ է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, ինչ որ մի պահից երեխային ասել, դե հերիքա ուտես այդ քաղցրը, ախր վնասում ես քո ատամները, գիշերը եւ այլն, ըստ էության անիմաստ են, այս խոսակցությունները, եթե երեխան ընտանիքում տեսնում է, որ քաղցրը ուտելը ժամ ու պատարագ այս ընտանիքում չի ճանաչում, ուտում են նախաճաշի փոխարեն, ուտում են ճաշի կամ ընթրիքի փոխարեն, ուտում են անսահմանափակ քանակությամբ, միշտ հասանելի տեղերում այդ քաղցրը կա, բայց ահա չգիտես ինչու, ժամը 8-ին երեկոյան ինչ որ մեկը որոշեց ասել հերիք է ուտես այդ քաղցրը։ Այո, այստեղ ես կուզենայի շատ շեշտը քաղցրի վրա չդնել, այլ առհասարակ։ Չէ, առհասարակ, ես օրինակ բերեցի։ Սա օրինակ է, բայց շատ կարևոր է նաև հասկանալ, եթե երեխան օրինակ չի ուտում քաղցր, ուրիշ ինչ է ուտում, որովհետև սննդային սովորությունները նաև այլ սննդի ամբողջ օրվա սննդի մասին է։ Դրա համար, եթե մենք ուզում ենք, որ երեխաները սնվեն առողջ, քաղցրի քանակությունը չափավոր օգտագործեն, այն սննդատեսակները, որոնք այդքան էլ սննդարար չեն, մեծ կալորիականություն ունեն կամ վնասակար նյութեր են պարունակում, եւ մենք ուզում ենք սահմանափակենք այս սնունդը, այդ ընտանիքը պետք է քիչ ուտի, քիչ օգտագործի, սահմանափակի տվյալ տեսակի սնունդը, որպեսզի երեխաները եւս կարողանան այդպես սնվել։ Դա մի օրում իհարկե չի լինի, բայց ժամանակի ընթացքում միանշանակ սա աշխատող տարբերակ է։ Մենք պետք է ներդնենք սննդային սովորություններ եւ եթե այդ ընտանիքում չկան, սկսել
ներդնել այդ սննդային սովորությունները, չվախենալ առողջ սննդային սովորություններ ձևավորելուց եւ միշտ հասկանալ, որ եթե կան վատ սննդային սովորություններ, դրանք միշտ կարողանում ենք փոխել ներդնելով առողջը, ոչ թե պարզապես դադարացնելով այդ քաղցրը ուտելը։ Մենք պետք է փոխարինենք, դրա փոխարեն առաջարկենք ավելի լավ տեսակի ուրիշ սնունդ, աշխատել, որ երեխան օրվա մեջ սոված չմնա։ Եթե առաջ երեկոյան ինքը ուտում էր քաղցր օրինակ, հիմա երեկոյան լինելու է էլի սովի զգացողություն, ինչ պետք է մենք առաջարկենք այդ երեխային։ Այսինքն կամած փոխել ավելի առողջ սննդի, այո, բայց նաև օրինակով ցույց տալ, որ մենք բոլորս ենք ուտում այս ուտելիքը, եւ ցերեկը, եւ երեկոյան, եւ ընթրիքից հետո, միջուտեսներին, այո, ֆիլմ նայելուց մենք ինչ ենք, այո, մենք ինչ ենք նախընտրում, ինչ սովորություն ունենք, ինչ դնենք ուտենք օրինակ ֆիլմ նայելուց առհասարակ ուտենք թե ոչ։ Եթե մենք փորձենք օրինակով ցույց տալ, շատ արագ ավելի կհասնենք արդյունքի, կամ պարզապես ասել, որ այսպես ճիշտ է։ Դա երբեք չի աշխատում։ Օրինակը իսկապես թերևս երևի իրոք չի էլ քննարկվում, որովհետև մի լավ արտահայտություն կա, նավն ինչպես անվանես, այնպես էլ գլողա, երեխան բացեց աչքերը, մեծանում է մի ընտանիքում, եթե այո, նրա ամեն կերակուրը շատ աղով հագեցած է ու համեմունքներով, քիմքը սովորելու է դրան։ Շատ կծու է, ճարպոտ է, քիմքը սովորելու է դրան, իսկ հետո բոլորս էլ հասկանում ենք, հա, հատկապես մենք մեծահասակներս, որ մեզ ամեն կիրակի խոստանում ենք երկուշաբթի օրվանից սկսել ապրել առողջ ու այդպես էլ այդ երկուշաբթին չի գալիս, եթե մեզ համար է դա այդքան դժվար, ինչքան դժվար է լինելու երեխայի համար։ Հետո որևէ բան փոխելը, բայց օր միանշանակ չնշանակել, որովհետև հիմա էլ շատ ընդունված է, որ նոր տարին անցնի, նոր սկսենք լավացնել սննդային սովորությունները։ Չկա այդպիսի ինչ-որ ժամանակահատված, որ պետք է սպասել, որպեսզի լավանան սննդային սովորությունները։ Հակառակը, օրինակ նոր տարին, ամանորը, Սուրբ Ծննդյան տոները կարող են լինել հենց սկիզբը առողջ սննդային սովորություններ ձևավորելու։ Վերադառնանք հարցին, ինչ է նշանակում քո այն պնդումը, որ ընտանիքի սննդային սովորույթների մասին հատկապես շատ բան է ասում տոնական սեղանը։ Այո։ Հետո նոր գնանք արդեն փոփոխությունների ճանապարհով։ Այո, շատ կարևոր է հասկանալ, որ երեխաները միշտ հիշում են այն ամեն ինչը, ինչը կատարվում է տոնական օրերին։ Այդ տրամադրությունը, ուտեստները, մայրիկի տրամադրությունը, ընդհանուր մթնոլորտը, դրա համար, եթե մենք ուզում ենք դրական հիշողությունների վրա կենտրոնացնել երեխային եւ տալ դրական տրամադրություն տոների հետ կապված, դրա համար պետք է ընտանիքում էլ եւս լինի դրական մթնոլորտ։ Դրական մթնոլորտը մեծամասամբ կախված է մայրիկից, մենք դա գիտենք։ Իսկ հիմա նենց է ստացվել, որ ամանորը պատրաստվելը, ուտեստները, այդ տոնը կազմակերպելը, նվերները, ամեն ինչը կարծես միայն մայրիկի պարտականություն է դարձել։ Այսինքն մայրիկն է պատասխանատու ուտեստների համար, ինչ կդնեն սեղանին, ինչ նվերներ կստանան, ինչով կզբաղվեն տոնական օրերին եւ այլն, եւ հետեւաբար մենք ունենում ենք հոգնած մայրիկ, շատ ուտելիքներ, որովհետեւ մայրիկը փորձում է մի քանի 5-6 օրվա համար պատրաստել, որպեսզի հետո հանգստանալ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ 5 օրվա համար ուտելիք պատրաստելը շատ հյուծող, շատ աշխատատար եւ շատ հոգնեցնող process է։ Հետեւաբար մենք կունենանք շատ ուտելիք, հոգնած մայրիկ եւ հետեւաբար երկրորդ, երրորդ, չորրորդ օրերին ամանորի մենք չենք կարողանա այդ սեղանին տեսնել թարմ պատրաստած որևէ ուտելիք, որովհետեւ մայրիկը հոգնել է, չի ուզում այլևս պատրաստի, իսկ երեխաները հատկապես չեն ուզում ուտեն արդեն երրորդ օրվա ուտելիքը։ Դրա համար այստեղ շատ կարեւոր է առաջինը տոնական օրերի համար խորհուրդ, չգիտեմ, ուղերձ ունենալ, որ մի պատրաստեք մի քանի օրվա համար, որովհետև սնունդը ինչքան էլ որ երկարատև ինչ-որ ժամկետ ունենա, միևնույն է համարվում է հին եւ հատկապես երեխաները չպետք է ուտեն մի քանի օրվա սնունդ։ Եթե այդտեղ սննդին ավելանում է նաեւ տարբեր տեսակի սոուսներ, մայոնեզ, թթվասեր, ծանր որոշակի սննդատեսակներ, դրա մասին առանձին կասեմ։ Այդ սնունդը առավել եւս 1 օրից ավել էլ պետք չի երեխաների տալ, այսինքն հաջորդ օրը առաջարկել երեխաներին։ Ճիշտ եմ հասկանում, հաճախ էսպես է լինում, որ մեր մամաները պատրաստելով որոշակի քանակությամբ շատ մեծ քանակությամբ մայրաքաղաքային աղցան վերցնում են մի մասը, տեղափոխում են մատուցարանի մեջ, այնտեղ խառնում են այդ սոուսները եւ նոր միայն դնում են սեղանին եւ կարծելով, որ 4 ինգրեդիենտները իրար խառնած մնացին սառնարանում եւ ոչինչ, որ դա արդեն երրորդ օրն է։ Ոչինչ թե չէ ոչինչ այս ռազմավարության մեջ։ Այստեղ միանշանակ չէ ոչինչ, որովհետեւ շատ կարեւոր է մի քանի փաստ հաշվի առնել։ Առաջինը, եթե սննդի մեջ կա ձու, կարտոֆիլ, միս, այդ սնունդը ավելի արագ է փչանում, քան մնացած
այլ տեսակի սնունդ։ Հետևաբար ամենաշատը մենք կարող ենք սառնարանում պահել 48 ժամ այդ Այսօր աղցանը։ սարքեցիր, վաղը գոնե կերար ու Եվ վերջ։ Երկրորդը շատ կարևոր է ուշադրություն դարձնել սննդի ջերմաստիճանին։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում, բայց մենք այսօր կխոսենք։ Խոսում ենք։ Սնունդը սիրում է կայուն ջերմաստիճան, այսինքն անդադար սառեցնել, տաքեցնել, նորից ուղարկել սառնարան, նորից բերել հետ եկավ ջերմաստիճան, նորից տաքացնել, նորից Եվ այդ գցնել։ օրերին սառնարանը քանի անգամ է Այո, բացվում, այո։ փակվում։ Սա շատ վնասում է սննդի որակին, եւ եթե դուք նույնիսկ չեք զգում ինչ որ տարօրինակ համ կամ տեսքը փոխված չի լինում, դա դեռ չի նշանակում, որ սնունդը անվտանգ է։ Մինչև 3 տարեկան երեխաներին առհասարակ ցանկալի է խուսափել մայոնեզով պատրաստված աղցաններից եւ այդ տարբեր տեսակի սպիտակուց պարունակող սնունդները միասին մի սալատի, մի աղցանի մեջ սննդատեսակներից։ Դրանք համարվում են ծանրամարս սննդատեսակներ, որտեղ կան մի քանի տեսակի սպիտակուց կամ բարձր ճարպի արկայություն եւ քիչ բջջանյութ։ Սրանք համարվում են Ինձ թվում է հենց որ նույն մայրաքաղաքային է նկարագրեցիր։ Այո, միայն մայրաքաղաքային չէ, այնտեղ մսային տարբեր տեսակի աղցաններ կան, որտեղ բաղադրիչները միայն միս, ընկույզ կամ միս, պանիր համադրությամբ է եւ այս ամենը շաղախված մայոնեզով։ Սա միշտ համարվում է ծանրամարս եւ մինչեւ 3 տարեկան երեխաներին ցանկալի առհասարակ է սնունդը չտալ։ 3-ից բարձր տարիքի երեխաներին մենք կարող ենք միայն թարմ տալ, այսինքն հաջորդ օրը մենք չենք կարող առաջարկել այդ երեխային, հատկապես եթե այդ աղցանը, որ ասում ենք, մենք հանեցինք, ինքը տաքացավ, նորից պատրաստեցինք, նորից հետ ենք դնում սառնարան, նորից ինքը սառում է, նորից հետ ենք բերում, նորից ինքը տաքանում է, այստեղ բարձրանում է ռիսկը թունավորման։ Դրա համար այս տեսակ աղցանները երեխաներին չենք առաջարկում։ Այստեղ մենակ աղցանի մասին խոսացինք, բայց ուզում եմ այդ լրացումն անել, որ ախր մենք աղցանով չենք, չէ՞ որ դա համադրվում է ուրիշ բաների հետ։ Մեր մյուս մթերքներին, տոլման, որ մենք շատ դնում ենք սեղաններին, տարբեր տեսակի, որը ամեն վարքյան չես մտցնում սառները, այո, բլինչիկները, մենք շատ ենք տեսնում, որ բլինչիկները շատ տապակում են, դնում են սեղանին, դա չի ուտվում, նորից դա հետ սառնարան, նորից այնտեղ ինքը սառում է, նորից հետ ենք բերում։ Միսը ինչ լավ տարածություն է։ Այո, այդտեղ եւս ճարպոտ սնունդ է դա համարվում։ Նորից հետ ենք բերում, նորից դա հետ է գալիս, այսպես ասած, տաքանում է եւ նորից առաջարկում ենք, չենք կարող այդ տարբերակով մենք անվտանգ սնունդ ստանալ երեխաների համար տոնական օրերին։ Անուշ խնդրում եմ, ես հիմա ենթադրում եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր լսելով, դիտելով այս հարցազրույցը կասեն բժշկուհու ձայնը տակ տեղից է գալիս, բժշկուհին մամա է։ Եվ ես անպայման ուզում եմ հարցնել. ինչպես է այս հարցը քո ընտանիքում լուծում։ Ես այստեղ կասեմ, որ իրականում կարծում եմ շատերի ընտանիքում է տենց, հիմա դուք ասես ձեր ընտանիքում էլ է այդպես թե ոչ, այն տոնական ուտելիքները, ուտեստները, որոնք սովոր ենք մենք պատրաստել ամանորին, իմ երեխան չի սիրում առանձնապես։ Նույնը։ Այսինքն նույն մայրաքաղաքային աղցանը, բուդը, տոլման ինչ որ չափով էլի կարող է, բայց մեկ օր։ Եվ առհասարակ, քանի որ մեր տանը չկա այդ սովորությունը կրկնվի սնունդը, որովհետև նախ մենք չենք սիրում եւ նաեւ ինչ որ բան անում ենք, որ չկրկնվեն այդ սնունդը, մենք սովոր ենք 2-3 օր նույն ուտելիքը չուտելուն, հետեւաբար երեխան էլ է այդ նույն սովորությունը ձեռք բերել։ Հետեւաբար երկրորդ օրը նրան առաջարկել նույն սնունդը միանշանակ չի ստացվի։ Բայց այստեղ նույնիսկ այդ չի հարցը։ Հարցը այն է, որ այն ուտեստները, որը սովոր ենք մենք ամանորին դնել հայերս ի նկատի ունեմ, այդ սնունդը երեխաների համար չի համարվում, այո, չէ, չի համարվում ամենօրյա պարզ ուտելիք։ Երեխաները ավելի պարզ մթերքներ են նախընտրում։ Դրա համար ես միշտ առանձին ունեմ երեխայի համար պատրաստած ամեն օր, ոնց որ մնացած օրերը, այն ուտելիքը, որը ինքը սիրում է։ Իհարկե հնարավոր է սեղանից ինչ որ մի բաղադրիչ օրինակ ավելանա տվյալ դեպքում, բայց նույն տոլման մենք պետք է հասկանանք, որ երեխան չի կարող 3 օր ուտել, բայց մենք հաստատ կարող ենք ասել, որ բոլորը պատրաստում են այնքան տոլման, որ դա կարելի է 3 օր ուտել։ Այո։ Նույնն էլ աղցանները այդ ծանր աղցանները մեր տանը հիմնականում մի օրից ավել ոչ մեկ չի ուտի։ Դրա համար այդ աղցանների քանակությունը սահմանափակված է այնքանով, որ դա 1 օր կարողանանք օգտագործել։ Եթե մենք չենք ունենում աղցան, մենք պատրաստում ենք ուրիշ բան, ավելի առօրյա ուտելիք։ Երեխաներին, առհասարակ, եթե ավելի շատ երեխաների մասն ենք այսօր խոսում, մենք պետք է առաջարկենք տոնական օրերին
առօրյա իրենց ճանաչելի ուտելիք, որը ինքը գիտի։ Նույնիսկ ուրիշի տուն գնալուց շատ կարևոր է հաշվի առնել այդ երեխան կուտի, օրինակ ես գիտեմ, որ իմ երեխան ոնց որ մեր տանն է սեղանը, մոտավորապես նույն բաները ուրիշի տանը կլինեն դրված։ Հետևաբար ինքը այնտեղ եւս չի ուտելու։ Հետևաբար տանը այո, այն ուտելիքը, որը ինքը ճանաչում է, սիրում է եւ հաստատ գիտենք, որ կուտի եւ նաեւ թարմ է։ Այդ առաջարկում ենք երեխային նոր ենք տանում հյուր։ Այս անպայման հաշվի առնել եւ բոլոր երեխաներին, ես չեմ կարծում տարիքի հետ է դա կապված, իմ տպավորությամբ սա ինչ-որ սերունդի խնդիր է, որ այս փոքր ավելի սերնդի երեխաները չունեն այդ սովորությունը այն սննդատեսակները սիրելու, ուտելու, որոնք մենք սովոր ենք դնել ամանորին։ Իսկ մենք ամանորին սովոր ենք դնել հիմնական մսային տարբեր տեսակներ բաց, այո, եւ երկար պատրաստվող օրեր, դրա համար են մայրիկները հոգնում, եւ նաեւ ծանրամարս ուտելիքներ։ Ես ուզում եմ մի թեթև այսպես ռեզյումե անել, հա, որպեսզի կարևոր միտքը չտանձնի ընդհանուրի մեջ։ Դու քո խոսքը սկսեցիր նրանից, որ ամեն ինչ կախված է նրանից, որ մայրիկները իսկապես գեր հոգնած են մտնում հունվարի 1։ Եվ հետևաբար, եթե դու քո արժև խնդիր չես զնում մեծ ծավալներ պատրաստելու նախքան հունվարի 1-ը, դու այդպես չպիտի հոգնես։ Եվ հետևաբար էներգիա եռանդ կմնա ամսի 1-ին էլ, 2-ին էլ, 3-ին էլ գոնե երեխայի համար, հա, այդ ներքին խոհանոցի համար ինչ որ 1-2 բան պատրաստել, որ դա լինի թարմ։ Հաջորդը այն, որ իսկապես կարևոր է տոներին երեխաներին շարունակել առաջարկել ամեն օր հատուկ նրանց համար պատրաստվող եւ նրանց համար ծանոթ եւ սիրելի ուտեստներ։ Երրորդ կարևոր բաղադրիչը, որ երբ որ դուք պատրաստվում եք գնալ հյուր, իսկ որպես կանոն դա ոնց է լինում, այո, մենք չենք գնում մի հոգու տուն հյուր։ Որպես կանոն դա այսպես մարաթոն է, չէ՞։ Մի քանի տուն իրար հետևից շարունակվում է եւ այո, ոչ մի խնդիր չկա, երեխան որպեսզի քո տանը ուտի այն, ինչ դու վստահ ես, որ հենց հիմա սարքեցիր, թարմ է, առողջ է, նրա սիրելին է եւ նոր միայն դուրս գալ։ Իդեպ ես նաեւ այդ փորձառությունն էլ ունեմ, երբ որ մենք կարող ենք գնալ հյուր եւ ասենք օրինակ արդեն մի քիչ երեկո է եւ մոտենում է ընթրիքի ժամը ու ասենք հարցնենք տանտիրուհուց, չգիտեմ, մածուն ունեք թե ոչ։ Եթե այո, ապա այդ մածունի մեջ ասենք օրինակ մի բանան տրորել կամ այսպիսի մի բան, որը սիրում է մեր երեխաներից մեկը եւ առանձին, այսինքն մաման առանձնանում է խոհանոցում 3 վայրկյան դա պատրաստում եւ առանձին տալիս է երեխային եւ երեխան ստիպված չի լինում օգտվել ընդհանուր սեղանից։ Հիմա շատ փոքրիկների դեպքում դա հատկապես շատ կարևոր է, այո։ Չենք էլ քննարկում դա, այնուամենայնիվ ձեզ համար, մասնագետներիդ համար եւ միգուցե նշաններ, որոնք կարող ենք նաեւ մենք անզեն աչքով տեսնել։ Կան ինչ-որ ստոպ նշաններ, կարմիր դրոշակներ հիմա ինչպես նորացել է ասել, որ սնունդի փոփոխության, հոտի, համի, տեսքի, որ կարող են նշան լինել, որ մի վարքյան, սա չենք էլ քննարկում արդեն։ Թափում ենք եւ վերջ։ Այո, դա սննդի հոտն է առաջինը, բայց ես ուզում եմ այստեղ հատուկ նշել, որ եթե մենք արդեն հոտով զգում ենք, որ սնունդը հին է, այդ նշանակում է, որ ինքը երեկել էր հին։ Դեր աստված։ Այո, արդեն ինքը երեք փչացել էր, այսինքն մենք ուշացել ենք։ Դրա համար այստեղ շատ կարևոր է ժամը։ Ինչքան ժամ է պատրաստված այս սնունդը, 1 Երկրորդը, ինչ պայմաններում ենք մենք դրան պահել, եթե օրինակ մարդ ենք, բոլորիս հետ էլ կարող է պատահել, մենք աղցանը, նույն բուդը, որևէ սնունդ մոռացել ենք երեկոյան սեղանին, մենք առավոտյան դա պետք է թափենք, անկախ նրանից տեսքը, հոտը, համը փոխվել են թե ոչ։ Այո, մնացել է սովորական սենյակային պայմաններում։ Որովհետև պատրաստված սնունդը, հատկապես եթե դա տաք սնունդը մենք դրեցինք, 2 ժամից ավել չի կարող սեղանի վրա գտնվել։ Հատկապես նոր տարուն, ես այդ ուզում եմ նշել, մենք պատկերացնում ենք այդ սենյակը, որտեղ այդ տոնը նշվում է, միշտ շատ մարդ է լինում, միշտ տաք է լինում, ավելի տաք է, այսինքն ջերմաստիճանը ավելի բարձր է, քան առհասարակ այդ նույն սենյակում մնացած օրերին է լինում։ Շարժը ավելի շատ է լինում, հետևաբար այդտեղ սննդի փչանալու հավանականությունը ավելի մեծ է։ Դրա համար այստեղ շատ կարևոր է դա հաշվի առնելով 2 ժամը հիշել, որ 2 ժամից ավել սնունդը չպետք է մնա սեղանի վրա։ Եթե գիշերը մենք մոռացել ենք, պարզապես մենք թափում ենք այդ ուտելիքը, անկախ նրանից հոտը լավն է, կարմիր դրոշակ կա թե ոչ։ Դա կարող է հոտը լինել, հիմնականում դա հոտն է լինում, եւ գույնը, որ կարող է փոխվել։ Իհարկե տարբեր
սննդատեսակների դեպքում տարբեր է, բայց օրինակ եփած միսը շատ ուշ է գույնը փոխում։ Մենք չենք կարողանալու Որովհետև տարբերակել։ հաճախ նաև համեմունքներով եւ սոուսներով պատված է լինում եւ կորոչկա կոչվածից արտաքին շերտից չես էլ հասկանում, թե ինչ process-եր են ներսում կատարվում։ Գիտես, ինչ շատ դուր եկավ քո պատասխանի ոճը, այն տեսանկյունից, որ երբ որ ես հարցը տալիս էի, հույս ունել լսել ինչ որ պլանի отступление, հա, թե ինչ բացառություններ կան, բայց մենք հո չենք կարող ամեն սննդատեսակի, ամեն տան, ամեն ջերմաստիճանի հետևել։ Էլի մայրիկների վրա է։ Այո, ու դա էլի մայրիկների վրա է մնալու։ Հետևաբար այստեղ պետք է լինի ինչ որ մի կանոն եւ կանոնը կա։ Պատրաստի սնունդը, եթե գիշերը թողեցիր հատկապես սեղանի վրա, վերջ առավոտյան դա արդեն բանի պետք չէ, որովհետև նաև սա էլ պիտի հասկանանք, հա, որ երբ որ առավոտյան դուք ընտանիքով դա կերաք, հետո պայմանական 3-4 ժամ հետո դուք գնացել եք հյուրդ մեկ ուրիշի տուն, որտեղ բացարձակ չունեք կոնտրոլ, թե երբ է ուտելիքը պատրաստվել, արդյոք սա գիշերը մնացել է սեղանին, թե ոչ։ Երկրորդ չափաբաժինը, ալկոհոլ, ոգելից խմիչք, հյութեր, գազավորված, չգազավորված, 3-րդ, 4-րդ, 10-րդ, եւ այստեղ արդեն իսկապես շատ հաճախ, իհարկե սա արդեն ոչ թե ինչ որ հատուկ դրամա տալու համար եմ ասում, այլ պարզապես հարցնենք յուրաքանչյուր ինձ թվում է հիվանդանոցում աշխատող բժշկի ու շտապօգնության ինչ քանի հոգի են ընդունում, ինտենսիվությամբ են նոր տարվա օրերին, թե մեծ թե փոքր հայտնվում հիվանդանոցներում, լավագույն դեպքում շտապօգնություն տուն, 1-2 գործողություն եւ գոնե այդքանով պատմությունը ավարտվում է։ Այստեղ միայն կուզենայի ավելացնել խմորեղենների հետ կապված, եթե դրանք կրեմով են պատրաստված, իրենք պետք է սեղանին մնան 1 ժամ, այնտեղ ավելի բարձր է ռիսկը բակտերիաների աճի, տարբեր սնկերի եւ այլն զարգացման, դրա համար նախ խորհուրդ կտայի առհասարակ կրեմով խմորեղեններ չպատրաստել ամանորին, այսինքն ամանորին նախընտրել այնպիսի բաներ նախ, որոնք որ երեխաներն են սիրում։ Փախլավայի ադեպտներն են հավաքվել այստեղ։ Ինչ որ թխվածքաբլիթներ, մեղրաբլիթներ, որոնք որ կրեմ չեն պարունակում, այսինքն պետք չի այդ հատվածը հանենք, որովհետև չոր թխվածքաբլիթն ավելի երկար պիտանելիության ժամկետ ունեն։ Եվ նաև, որովհետև երեխաները դրանք միանշանակ ավելի շատ են սիրում, քան այդ կրեմով տորթեր, եւ պատրաստել պարզապես քիչ, որպեսզի ինքը վերջանա, որովհետև երբ որ խմորեղենը չի վերջանում, ոչ մեկ չի ուզում դա թափել։ Ճիշտ է։ Եվ երեխաները որտեղ աշխատատար process է, խմորեղեն կա, խմորեղեն կա, թխվածներ կան, կանայք ժամերով են խոհանոցում պատրաստում։ Եվ նաև երեխաների համար այսպիսի մի չգրված օրենք կա, երբ որ որևէ բան տանը շատ է եւ ինքը սիրում է դա, խաղսրավենիքը գրեթե բոլոր երեխաները սիրում են։ Ինչքան շատ է, այդքան շատ են ուտելու։ Դրա համար, եթե մենք ուզում ենք, որ երեխաները այդ չափը չանցնեն քաղցրի եւ այլնի, բառացի եւ տեսանելի ինքը պետքա քիչ լինի տանը, այսինքն այն հին ավանդույթները մեծ չափաբաժնով պատրաստելու պարզապես փոքրացնում ենք, նույն կարող եք իրենց սիրելի խմորեղենը թխել, բայց փոքր, որ էլի նախատեսենք, որ 1-2 օրում ինքը մաքսիմում 2-րդ օրը կվերջանա եւ 3-րդ օրվա համար մենք կարող ենք կամ չթխել խմորեղեն, կամ հաշվի առնել, չէ՞ որ մենք գնալ ենք հյուր եւ այնտեղ էլ երեխաները կարող է ինչ-որ մի բանից օգտվել։ Դրա համար կրեմային խմորեղենների համար այդ 2 ժամը կրճատվում է, դառնում է 1 ժամ։ Սա կարևոր է հաշվի առնել եւ անդադար սեղանի վրա չպահել խմորեղենը եւ այն ուտեստները, որոնք որ որպեսզի հեշտ հիշեն, որոնք որ պետքա տաքացնել եւ աղցանները։ Դրանք պետքա միշտ սահմանում պահել, այո։ Ֆիքսեցինք թխվածքները, հատկապես կրեմայինները 1 ժամ սեղանի վրա իրավունք ունեն գոյություն ունենալ, աղցանը եւ այն ամենը, ինչը պետք է տաքացնել մսային ուտեստները, դրանք 2 ժամ։ Իսկ եթե դրանք մնացել են գիշերը սեղանին, առավոտյան պարզապես ուղարկեք նրանց գրողի ծոցը, բայց իսր ասում մի կերեք եւ մի տվեք ձեր երեխաներին։ Անուշ, ինչ նշաններից առաջնահերթ կարելի է հասկանալ, որ երեխան կերել է այնուամենայնիվ անթույլատրելին եւ սկսել են ոչ ցանկալի process-ներ։ Այստեղ շատ կարեւոր է մի հատ փաստ հասկանալ, որ իրականում երեխաները չեն կարողանում մեծահասակների նման նկարագրել իրենց հետ ինչ է կատարվում։ Խնդիրը այստեղ հենց դրանում է։ Դրա համար մինչև 3 տարեկան շատ խիստ է կանոնները սննդի հետ, անվտանգության հետ կապված երեխաների, որովհետև հատկապես մինչև 3 տարեկանը, բայց իմ կարծիքով միջինում մինչև 7-8 տարեկանը երեխաները չեն կարողանում նկարագրել իրենց վատ ինքնազգացողությունը։ Այդ նույն փորացավը, սրտխառնոցը, ինչ որ դիսկոմֆորտը, որը կարող է թունավորման նշան լինել,
լինել, իրենք դժվար են կարողանում բացատրել, բայց այդ նշաններն են հիմնականում առաջին նշանը։ Մայրիկները կամ ընտանիքը հասկանում է այն ժամանակ, երբ որ մենք արդեն ունենք լուծ, ունենք փսխում, ունենք ջերմության բարձրացում, այս սրանք ամենակարմիր, այսպես ասած, դրոշակներն են։ Այստեղ արդեն եթե մենք այդ ունենք եւ չի դադարում, այստեղ արդեն մենք ցուցում ունենք հիվանդանոցային բուժման, բայց մինչև այդ մենք ունենք մի հատ հատված, որտեղ կա սրտխառնոց, կա վատ ինքնազգացողություն, որ այրոց, բայց երեխաները մեծամասամբ ուզում եմ իմանալ, որ երեխաները չեն կարող դա նկարագրել, չեն կարողանում նախ հասկանալ իրենց հետ ինչ է կատարվում։ Դուք կարող եք իհարկե ենթադրել, օրինակ, եթե երեխաները ակտիվ չեն խաղում այն ակտիվությամբ, հատկապես ակտիվ երեխաները, երբ որ մի քիչ պասիվ են լինում, հասկանալ, որ ինչ որ մի բան այն չէ, բայց մեծամասամբ պատկերացնել, եւ նաեւ պետք է հասկանալ, որ տոնական օրերին նաեւ մեծահասակներն են զբաղված հյուրերով, տարբեր բաներով, երեխաները խաղով եւ այդ վերահսկողությունը ոնց որ ուրիշ օրերին կլիներ, չի ստացվում ոչ մի կերպ ապահովել։ Դրա համար ես միանշանակ խորհուրդ եմ տալի, ավելի հեշտ է սնունդը անվտանգ դարձնել, այն կանոնները, որի մասին խոսեցինք, պահել, քան անդադար վերահսկել եւ անդադար հարցնել դու ոնց ես, կարողա սրտխառնոց ունես, կարողա ոչ մեկ դա չի անելու։ Դրա համար կարմիր, այսպես ասած, դրոշներից եթե խոսենք, դա լուծն է, փսխումն է, սրտխառնոցն է, ջերմության բարձրացումն է։ Հիմնականում սրանք են։ Բայց այդ դեպքում արդեն եթե տեսնում եք մի քանի 1-2 ժամվա մեջ դա չի դադարում, չի անցնում, վիճակը չի կայունանում, դա արդեն հիվանդանոցային բուժման, այսպես ասած, ցուցում է համարվում, այո։ Թխվածքների մասին երբ որ խոսեցիր, անպայման ուզում էի հարցնել, ես նկատել եմ մի հետաքրքիր մտայնություն շատ կանանց մոտ, որ օրինակ, այս թխվածքի մեջ կա կաթ կամ որևէ կաթնամթերք, իսկ մենք լավ էլ հասկանում ենք, որ հատկապես տեղական արտադրության եւ տեղական շուկայի համար նախատեսված կաթնամթերքը ունի կարճ կյանք, պիտանելիության ժամկետ։ Եվ հաճախ նկատում եմ, որ երբ որ պատրաստվում է որևէ թխվածք, որի մեջ կա այդ նույն կաթնամթերքը, կրեմի մեջ կլինի, թե հենց խմորի մեջ, շատ կանանց թվում է, որ եթե սա եփվել է, ուրեմն այդ բուն կաթնամթերքը ել ենթակա չի հնանալու, այնպես ինչպես որ դա կլիներ սառնարանում զուտ իր ժամկետի հետ կապված։ Այստեղ ինչ ընդհանուր կապ կա, ինձ միշտ դա անհանգստացրել է։ Իրականում կա կապ, որովհետև մեր պիտանելիության ժամկետը կաթնամթերքի միշտ կարճ է լինում, երբ որ այնտեղ բիֆիդոլակտոբակտերիաները շատ են, բակտերիաները շատ են։ Ինչքան իրենց իսկ բարձր ջերմաստիճանում այդ բակտերիաները բնականաբար մահանում են, չկան այդ բակտերիաները։ Հետևաբար, եթե դա եփած կամ թխված է, այստեղ բակտերիաների մասին մենք չենք կարող խոսել ի տարբերություն թարմ կաթնամթերքի։ Հետևաբար, այստեղ այդ բակտերիաների խնդիրը չունենք, իսկ փչացնողը հիմնականում կաթնամթերքը դա բակտերիաներ են։ Դրա համար դու տեսած կլինես, որ դրսից եկող կաթնամթերքի պիտանելիության ժամկետը երկար է, որովհետև այնտեղ օգտագործում են ավելի պաստերիզացված կաթի, ուլտրա պաստերիզացված կաթեր, երբ որ այդ իսկ պաստերիզացիան այդ միկրոօրգանիզմների հեռացումն է։ Ինչքան հեռացնում ենք, այդքան պիտանելիությունը երկարում է։ Մենք տեղական արտադրության եւս ունենք կաթեր, որ 1 ամիս պիտանելիության ժամկետ ունեն, այդ ուլտրա պաստերիզացված կաթերի մասին է խոսքը։ Այստեղ այդ բաղադրիչը հաշվի առնելով, այո, դա ավելի երկար կարող է մնալ, բայց այստեղ մենք խոսում ենք սառը պայմանների մասին, ոչ թե սեղանին դրված։ Իսկ մենք նույն խմորեղենը չենք կարող սառնարանում 3 օր, 4 օր պահել։ Դրա համար այստեղ ոնց չանենք, այդ 1-2-48 ժամից ավել խորհուրդ չի տրվում ոչ մի տեսակի փաստացի, ոչ ուտեստներ, ոչ խմորեղեն։ Դրանից հետո նորից դնել ուտել 3-րդ օրը, 4-րդ օրը, այսինքն 2-րդ օրը մեր վերջին օրն է, որ եթե մենք բոլոր պայմանները պահել ենք, որ մենք կարող ենք այդ սնունդը դնել ուտել։ 3-րդ օրվանից մենք անկախ դրանից այդ սնունդը հոտ ունի, չունի, խմորեղեններն էլ իրենք ուշ են այսպես ասած բորբոսնում, հա, բայց երբ որ բորբոսը հայտնվում է, դա նշանակում է, որ արդեն այնքան օր է անցել, որ ինքը փչացած է եղել, որ արդեն մենք տեսնում ենք։ Այսինքն առաջին նշանը այդ այն չի, որ մենք տեսանք։ Առաջին նշանը զգացինք հոտառությամբ։ Այդտեղ շատ կարևոր է ինչ պայմաններում է պահվել։ Ամեն ընտանիք, ամեն այդ ընտանիքի պատասխանատունը որ սննդի համար ինքը պետք է իմանա այդ սնունդը որտեղ է պահվել եւ ինչ ժամկետներում, որպեսզի երեխաների համար մենք կարողանանք այդ անվտանգությունը ապահովել եւ հաշվի առնել էլի այդ փաստը, որ երեխաները չեն կարողանալու նկարագրել, որ իրենք իրենց վատ են զգում։ Մենք չենք կարողանալու դա բռնել։
խոսքից սկզբում Անուշ դու նշեցիր, որ ամանորը կարող է լինել հենց այն երկուշաբթին, երբ որ մենք սկսում ենք առողջ սննդային սովորույթների հայտ մեկնարկն եք տալիս մեր ընտանիքում։ Օրինակ, կարող ես բերել ինչից ու ինչպես կարելի է սկսել, ինչպես օգտագործել տոները։ Այո, օրինակ մեր հայկական սեղանին իմ մանկությունը, եթե ես հիշեմ, մենք չունենք սովորություն բանջարեղենային որևէ ուտեստ ունենալ։ Ես իհարկե այստեղ չեմ կարող մեղադրել մեր ծնողներին, որովհետև այն ժամանակ չկային թարմ բանջարեղեններ ձմռան ամիսներին, շատ դժվար էր գտնել։ Կային այդպիսի բանջարեղեններ, բայց դրանք գազար, բազուկ այդ շարքն էին, որոնք որ եփված տարբերակով մենք ունեցել ենք սեղանին։ Իսկ թարմ բանջարեղեններ մենք չենք ունեցել։ Հիմա մենք կարող ենք մեզ թույլ տալ բանջարեղեններ, կանաչիների որոշակի տեսակներ թարմ ունենալ սեղանին։ Հետևաբար առաջի սովորությունը, որ կարող ենք մենք փոխել ներդնել, այդ տոնական սեղանին ունենալ որևէ թարմ բանջարեղենային ափսե կտրտված բանջարեղեն պարզապես, առանց որևէ բանի։ Երկրորդը, որ մենք Վրան աղ չցանած։ Ոչինչ չցանած վրան։ Երկրորդ սովորությունը, որ մենք կարող ենք էլի ներդնել, դա հենց այն սովորությունը, որ մենք չենք պատրաստում 3, 4, 5 օրվա համար, որ մենք կարող ենք երրորդ օրվանից սկսած ամեն օր ունենալ որևէ նոր պատրաստված սնունդ եւ ոչ տոնական։ Ամենօրյա սովորական, պարզ, ավելի ճանաչելի սնունդ։ Եվ սա նաեւ երեխաներին մոտ այդ ասոցիացիան կստեղծի եւ այդ սովորությունը, որ տոները դրանք տոնական ամանորը դա տոնական ընթրիքն է, այո։ Շատ կարևոր է հասկանալ, որ ամանորը դա նույն սովորական օր է տոնական ընթրիքով, ոչ թե տոնական օր է մի քանի օր տևող տոնական ուտելիքներով, այո։ Նույնն էլ հենց ամսի 31-ի մասին է, շատ ընդունված է ամբողջ օրը սոված մնալ, երեկոյան ուտել շատ։ Ամենավատ սովորությունը, որ կարելի է կոտրել այս տարի, որ ընթրիքը բերեք այն ժամին, որը ընդունված է ձեր ընտանիքում։ Դա հիմնականում երեկոյան 7-8։ Որտեղ գիշերվա 12-ից ընթրիք անել, ոնց որ կասկածելի։ Այո, դա շատ նաև վտանգավոր է եւ ինքնազգացողության ստեղ խնդիրներ կարող ենք ունենալ։ Դրա համար ընթրիքը բերել առաջ, երեկոյան, երբ որ 12-ը, այդտեղ թեթև ինչ-որ միրգ կարող ենք դնել, բանջարեղենը նույն, եթե մենք ունենք, կարող ենք դնել այդ բաժակները, այսպես ասած, չխկացնել, նշել, այսինքն այդ տոնական տրամադրությունը պետք է ուտելիքներով չարտահայտվի, այդ ներդնել այդ ընտանիքում, որ ամանորը դա ավելի շատ ուրախության տոների մասին է, ոչ թե ուտելիքների, հետո շտապօգնության, հետո ինքնազգացողության, չեմ ուզում սենց շատ մի քիչ ուրջացնել, բայց որովհետև մենք բոլորս հասկանում ենք Գորջան, որ մեկ օրով չի փչանում մեծ հաշվով առողջությունը, մենք դա գիտենք, մի օրով, այո, գլոբալ իմաստով ոչ մեկ չի կարող փչացնել իր առողջությունը, բայց կարող է փչացնել իր ինքնազգացողությունը եւ ոչ միայն այդ օրը, այլ նաեւ հաջորդ օրը եւ դրանով իսկ այդ տոնական տրամադրությունը, այո, փչացնել։ Որովհետեւ այդ նույն երեխան է, հա, Աստված մի արասե, եթե հայտնվեց հիվանդանոցում ինչ-որ թունավորման, ինքը ակտիվ չի, ինքը չի կարողանում վայելել, բոլորը այնտեղ իրենց վատ են զգում, նույն երեխան։ Մեկ է, նրան կօգնեն, նա մի քանի օրից կվերադառնա, տոն կլինեն ինչ-որ նշանակումներ, հա, բայց փաստը մնում է փաստ, որ այդ նոր տարին դուք ընտանիքով եւ առավել եւս այդ երեխան հիշելու է որպես այն մեկը, որը անցավ։ Այո, որտեղ դա էլ է հիշողություն, որ այո, ես չկարողացա։ Դրա համար ինքնազգացողությունը այստեղ շատ ավելի կարևոր է, քան առողջությունը գլոբալ իմաստով, որովհետև մենք էլ ենք հասկանում, որ այո, մի քանի օրում առողջությունը չի փչանա, բայց լիքը բաներ կան, որոնք կարող են փչացնել տոնը, հետո դա շատ ստեղծում է այդ ասոցիացիաներ, հիշողություն, ինչի հետ ենք մենք կապում։ Այդ սովորությունները հենց դրանք են։ Ինչ սովորություններ ենք մենք ստեղծում ամանորի շուրջ։ Դա եթե մի քանի տարի, օրինակ եթե դուք այս տարվանից սկսեք եւ մի քանի տարի այդ առողջ սննդային սովորությունները եւ առհասարակ նոր լավ սովորություններ ներդնեք այդ նոր տարվա համար, իրանք այդ մարդու երեխաների համար, ամբողջ կյանքի համար դառնում են օրինակ են դիրում սովորությունները։ Եվ առասարակ հետաքրքիր մի բան էլ կա, այո, կապ չունի սահմանորի հետ, բայց էլի հա մարդկանց մեծ հոսք, սնունդ եւ այլն, օրինակ երբ գնում ես արտերկիր, հատկապես այդ ընտանեկան հյուրանոցները, եւ տեսնում ես, որ այնտեղ չկա գրեթե ոչ մի բան, որը պարզ սնունդ է, ինչպես դու նշեցիր, եւ երեխաները դրան խեթ են նայում, որովհետեւ անծանոթ համեմունքներ են, անծանոթ գույնի սովորություններ, մեկ էլ հանկարծ նկատում ես, որ դուք արդեն 2 շաբաթ քո երեխան բրինձ է ուտում միայն։ Հիմնականում ֆրի է, եւ քո աչքին ֆրին թվում է ամենաանմեղ բանը, որովհետեւ դրա վրա չկան այդ բոլոր սոուսները, եւ կարծում եմ դեմ չես լինի, եթե ես նաեւ առաջարկեմ մեզ հետևող մարդկանց, որ
պատրաստելով ամանորին, եկեք չմոռանանք նաև, որ մենք երեխա հյուրեր ենք ունենալու։ Այ ոնց որ այդ հյուրանոցներն են մոռանում իրենց երեխա այցելուների եւ հյուրերի մասին, այնպես էլ հաճախ մենք ենք մոռանում եւ ինչքան շոյված կզգան իրենց շատ ծնողներ, եթե գալիս են գոտուն հյուր եւ դու ասում ես, որ այ այսօր երեխեքի համար սա եմ պատրաստել, չգիտեմ, մեծերով քարը ձեր գլուխը, կերեք ինչ ուզում եք եւ ինչքան ուզում եք, երեխեքը ասենք օրինակ ուտում են հենց նոր տապակած կարտոֆիլը կամ հենց նոր պատրաստած նոր ջեռոցում դրած միսը, այդ նույն միսը կարելի է ջեռոցում դնել այդ օրը եւ այդ օրը առաջարկել երեխաներին։ Դա կլինի անվտանգ, նույն ձև սննդարար, էլի տոնական, կարելի է դնել օրինակ տոնական ինչ որ ափսեի մեջ նոր տարվա ձմեռ պապիկներով եւ դա կդառնա տոնական միս։ Եվ ես շատ ուրախ եմ, որ դու թույլ չտվեցիր, որ մենք հիմա գրինչի վերածվենք ու ասենք, որ մի կերեք դուք վնասում եք ձեր առողջությունը 2 օրում վատ բան կլինի, իսկապես 2 օրում վատ բան առանձնապես չի լինի։ Ուղղակի փչացում եք դրա մադրությունը, հետեւաբար կարելի է թեկուզ միայն դրա մասին։ Երեխաների հաշվին չի կարելի տոն անել, տոն ստեղծել, որովհետև շատ եմ ես նկատել, որ երեխաները իսկապես մնում են մի տեսակ կողքի վրա։ Երեխաների երևի նոր տարուց մնում են նվերները, որ մենք նախատեսել ենք իրենց համար։ Սննդի հատվածը հիմնականում մի քիչ բաց թողնված է մեզ մոտ։ Սննդատեսակները հիմնականում մենք չենք նայում այդ երեխաները ինչ են սիրում, նաև բացի սիրելուց ինչն է իրենց համար անվտանգ եւ այդպես ծանրամարս չի լինի, որովհետեւ երեխաները կարող է չթունավորվեն, բայց այդ սնունդը սովոր չեն այդ կարգի ծանր սնունդ մի քանի օր ուտելու։ Դրա համար էլի երեխաների ինքնազգացողությունը երբ որ վատանում է, ստացվում է տոնը մենք իրենց հաշվին ենք մի տեսակ անում։ Հենց այդպես էլ ստացվում է, դա էլ կեպ չես անվանի։ Անուշ, կա որևէ բան, որը կուզեի անպայման ավելացնել, որը չհասցրեցինք ասել։ Ես որպես ամփոփում կուզենայի ասել, որ իրականում ամանորը, նոր տարին, Սուրբ Ծննդյան տոները արգելքների մասին չի։ Բայց ես խորհուրդ կտամ չափավորության այդ գիտակցում ունենալ եւ ուղղակի ավելի խելացի ընտրություն կատարել սեղանից, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ ամանորյա սեղանը միշտ բազմազան է եւ շատ է ուտելիքները եւ մենք բնականաբար չենք կարողանալու ամբողջը ուտել։ Մենք պետք է ընտրություն կատարենք եւ մեզ համար եւ մեր երեխաների համար այդ ամբողջից այս անգամ որ սննդատեսակներն են ուտում, որովհետև այստեղ էլի մի հատ չգիտակցված քայլ կա, որ ամեն ինչից մի քիչ, բայց վերջնահաշվարկով ուտում ենք շատ։ Դրա համար այս կանոնը պետքա չաշխատի։ Մենք պետք է կատարենք խելացի ընտրություն, միշտ հիշենք չափի զգացողության մասին, դա ալկոհոլին էլ է վերաբերվում, ծանրամարս սննդին էլ է վերաբերվում, ամեն ինչին ինչ տոնական սեղանին կա, մենք պետքա այդ չափավորության զգացողությունը կարողանանք ունենալ։ Եվ երեխաներին չանտեսել եւ տոնը երեխաների չփչացնել իրենց սոված մնալով, իրենց համար առանձին սնունդ չպատրաստելով եւ եթե մենք նվերների մասին շատ մտածում ենք, նաեւ մտածենք այդ երեխաները ինչ խաղերով պետք է զբաղվեն, ինչ ժամանց մենք պետք է ապահովենք երեխաների համար եւ ինչ սնունդ, որը նրանց համար կլինի անվտանգ, առաջին անվտանգության կանոնը եւ իրենց համար սիրելի, հաճելի։ Անկախ նրանից դա սազում է ամանորյա սեղանին, մենք սովոր ենք դա պատրաստել ամանորին, թե ոչ, այստեղ ավելի շատ երեխաների շահը պետք է առաջնային դնել։ Այստեղ այդ մտայնությունը, որ պատրաստենք այնքան, այնպես ու այն, որ զարմացնենք բոլորին, կարծում եմ սա է մեզ ամենախանգարող հանգամանքը, որովհետև իրոք դու մի քանի օր քո ընտանիքի անդամներին կարծես տեղափոխում ես մի ուրիշ հարթություն, որտեղ շատ հաճախ նրանց անձնական այդ ցանկությունները եւ նախասիրությունները պարզապես, ասում ենք մի քանի օր մոռացեք, իմացեք, այստեղ իսկապես մի շատ լավ կարևոր կետի կպարանուշ, որ հաճախ տոներին երեխաները իրենց են տրամադրված, որովհետև մեծերը շատ զբաղված են, հա, ընտանիքի անդամների հյուրերին ընդունելով եւ ճանապարհելով, հյուրերը հոգնած են նաեւ ինչ որ իմաստով, հետո գիշերները ուշ են քնում, առավոտյան երբեմն ստիպված են լինում բավականին շուտ արթնանալ եւ այս ամբողջի մեջ իսկապես երեխայի շահերն ու կարիքները մոռանալը հեշտ է կամ առանց շակերտների հեշտ է։ Հետևաբար իսկապես կարելի է նրանց բերել առաջին պլան ու հասկանալ, թե նրանք այդ օրերին ինչով են զբաղվելու, ինչ խաղեր են խաղալու, ինչպես կազմակերպել այդ համադրությունները, ում հետ որ օրը ինչով կարող են զբաղվել, ինչ որ խաղեր գնել ու այդ սովորությունը ներդնել, որ ամանորը դրա մասին է, որ մենք մտածում ենք ինչ խաղեր խաղանք կամ օրինակ այդ նույն մայրիկը
սաղ տարվա մեջ օրինակ չի խաղում ոչ մի խաղ մեզ հետ, բայց հենց այդ օրերին ինքը ժամանակ ունի, կարող է մեր հետ խաղալ, նոր ինչ-որ սովորություններ, որոնք ընտանիքի միասին ժամանակ անցկացնելու մասին են, ոչ թե ուտելիքի։ Եթե դրա մասին մտածում ենք, իսկապես էլ ուտելիքը երկրորդ պլան է գնում, եւ ինչ էլ որ լինի, հավատացեք, որ երեխաներին դա բավարար է։ Մենք հրավիրել էինք էնդոկրինոլոգ, դիետոլոգին, որ ասեինք ուտելիքը կարևոր չի։ Այո, իսկապես հիմա կատակ ենք այսպես անում, բայց եթե ուշադրությունը մի քիչ շեղում ենք սննդից եւ սնունդը չի լինում այն կուրքը, հա, որի համար մենք եւ որի շուրջ կառուցում ենք տոնը, այդ խնդիրներն էլ կամա ակամա կարծես վերանում են։ Անուշ, շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, որ այսօր իմ հարցերին պատասխանում էր էնդոկրինոլոգ, դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Միրզոյանը, որին կարելի է գտնել, ասում են, Rebalance կլինիկայում։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, ես չեմ վախենում սնահավատություններից եւ նախապես ուզում եմ շնորհավորել գալիք տոները, թե քո եւ թե մեր հետևորդների, որովհետեւ այս տարի վերջին անգամ ենք հանդիպում եւ հույս ունեմ, որ ձեր ու ձեր երեխաների այցերը Անուշին եւ նրա գոլեգաներին կլինեն միայն քիչ լավ առիթների հատուկ ինչ-որ բաների դեպքում եւ բնավ կապված չեն լինի տոների հետ։ Իսկ ես գնամ անջատեմ մեր ուղիղ եթերը եւ հետո արդեն իրար օֆլայն հրաժեշտ կտանք։